Ազատումներ կլինեն Հայաստանի էլեկտրական ցանցերում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո սկսված կադրային ջարդը հասել է դատարան։ Համակարգից հեռացված շուրջ 50 աշխատակիցների թվում է նաև ընկերության ընդհանուր հարցերով տնօրենի նախկին տեղակալ Լիլիա Շուշանյանը, ով դատարանում վիճարկել է իրեն աշխատանքից անհիմն հեռացնելու որոշումը։ Շուշանյանը պնդել է, որ ազատման հիմքում դրվել է վստահության կորուստը, սակայն այս ամիսների ընթացքում պատասխանող կողմը դատարանում չի կարողացել ներկայացնել գեթ 1 փաստական ապացույց ոչ իրավաչափ աշխատանքի եւ ոչ էլ վարքագծի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ ազատման հիմքում դրված էր այն կետը, որը հնարավորություն էր տալիս, եւ իթե ամենաարագը ազատումն իրականացնել առանց նախապես ծանուցման եւ այլն, վստահության հիմքի պակասը, սակայն այդ դեպքում էլ անգամ պետք է ենթակետերով համապատասխան փաստական հիմնավորում լիներ, որը այս դեպքում իհարկե բացակայում էր եւ չէր կարող լինել, սակայն ցավալին կամ ուրախալին նաև այն է, որ այս ամբողջ ամիսների ընթացքում պատասխանող կողմը գեթ 1 փաստական հանգամանք ոչ իրավաչափ աշխատանքի վարքի կամ չգիտեմ այլ ապացույցներ այդպես էլ չի կարողանում ներկայացնել եւ կարելի ասել իհարկե փակուղու մեջ է այնուամենայնիվ այսօր դատական նիստի ընթացքում ընդհանրապես քննարկվել է ստանդարտ աշխատանքային պայմանագրի կետերը պարտավորությունները եւ ընդհանրապես ընդհանուր այսպես ասած իրավիճակը Մինչ Հայաստանի վարչապետը տեսաուղերձով ողջունում էր ադրբեջանական վառելիքի Հայաստան ներմուծումը, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Օրալօղլուն հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցք կոչվող տարածքը կարող է շահագործման հանձնվել մինչեւ 2030 թվականը։ Օրալօղլուի խոսքով Ադրբեջանը դեռևս աշխատանքներ է իրականացնում Նախիջևանի հատվածում եւ կան անավարտ գործեր, որոնք ադրբեջանական կողմը հավանաբար կսկսի այս տարի։ Օրալօղլուն նաեւ առանձնահատուկ շեշտել է, որ այս հարցում կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ն։ Պաշտպանության նախարարությունը հասանելիություն չունի Սև լճի դիրքին։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դեռևս 2021 թվականի մայիսին ստեղծված իրադրության մասին ձեզ հայտնի Սև լճի մի դիրքի մասին է, որին հասանելիություն ցավոք, այսինքն ընտրանքը հետևյալն է, կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար ես չեմ դրա միակ շահառու, բայց այն որ այստեղ դիրքը թողնելու պարագայում դուք պիտի մեղադրեք հայրենիքի ինչ որ հատված զիջելու մեջ Մինչ այս մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ ադրբեջանական զինծառայողները Սև լճի դիրքում ոտքից գլուխ ստուգում են հայ զինծառայողներին, անդրադառնալով հարցին, թե ինչու ադրբեջանցիների կողմից բռնազավթված Հայաստանի տարածքները չեն ազատագրվում, նախարարը պատասխանել է, թե մեջբերում նախկինում էլ բազմիցս ասել եմ այս հարցերը կարգավորելու են սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում, եւ այդ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, սա կառավարության դիրքորոշումն է, որը բնականաբար ես ամբողջությամբ կիսում եմ։ Կարծում եմ սա այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում։ Ժամկետային զինծառայության հնարավոր կրճատումը չի նշանակում բանակի թվաքանակի նվազում, կարծում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նա ընդգծել է, որ Հայաստանը չի պատրաստվում մտնել սպառազինությունների մրցավազքի որևէ երկրի, այդ թվում Ադրբեջանի հետ, սակայն միաժամանակ շարունակելու է զինտեխնիկայի եւ սպառազինության գնումները։ Պլաններ A, B, G միշտ զինված ուժերը ունենում են, բայց չեմ կարծում, որ հիմա կա ինչ-որ մեր այս պահի քաղաքականության եւ իրականության մեջ դիսոնանս, որտեղ մենք պիտի պլան B կամ պլան G քննարկենք կամ գնահատենք։ Կարծում եմ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես եւ մենք կանխատեսում ենք։ Շնորհակալ։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի վերաբերյալ ազգային ժողովում իր հայտարարություններին եւ գեներալ Մովսես Հակոբյանի արձագանքին, Պաշտպանության նախարարը նշել է, որ չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները, շեշտելով, որ Մովսես Հակոբյանին հորդորում է լռել։ Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ եւ պատիվ ու լռի։ Ես հորդորում եմ լռել։ Ուծը տուն չհանում, որովհետև դա իրենց գործունեության արդյունքն հետևանքներ է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումների չեղարկման մասին, շեշտելով, որ դրանք չեն վերականգնվելու մինչև ցուցարարների սպանությունները չդադարեն եւ հավելել է, որ օգնությունը ճանապարհին է։ Այս ուղերձին զուգահեռ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններն ու 40,000 զինծառայողներ բերվել են բարձր մարտական պատրաստականության։ Իրանի սահմանների մոտ ամերիկյան ռազմաօդային ուժերի ինտենսիվ հետախուզական թռիչքների ֆոնին Թեհրանը հայտնել է երկու խոշոր դիվերսիոն գործողության տապալման մասին, առգրավելով
ստեղծելով լրտեսական սարքավորումների մեծ խմբաքանակ եւ վնասազերծելով ահաբեկչական խմբերի։ Պաշտոնական աղբյուրներն առաջին անգամ հաստատել են համազգային բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 2000 զոհերի մասին տեղեկությունը, ինչը միջազգային սուր արձագանք է առաջացրել։ Տնտեսական ճգնաժամով եւ տեղեկատվական լիակատար շրջափակման ուղեկցող այս անկարգությունները դարձել են Իրանի համար վերջին տարիների ամենալուրջ ներքին եւ աշխարհաքաղաքական մարտահրավերը։ Իրանի գործընկեր երկրների նկատմամբ 25% լրացուցիչ սակագին սահմանելու Դոնալդ Թրամփի մտադրությունը կարող է Չինաստանից ներկրվող արտադրանքի հարկման ընդհանուր դրույքաչափը բարձրացնել մինչև աննախադեպ 70%-ի։ Այս քայլը սրում է Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները, հարցականի տակ դնելով ապրիլին նախատեսված Թրամփի այցը Չինաստան եւ սպասվող նոր առևտրային համաձայնագրի ստորագրումը։ Թեև Չինաստանը պաշտոնապես նվազեցրել է առևտուրը Թեհրանի հետ, սակայն շարունակում է անուղղակի ճանապարհով գնել իրանական նավթի շուրջ 80%, լինելով Իրանի խոշորագույն տնտեսական գործընկերը։ Ի պատասխան Պեկինը հայտարարել է իր շահերը վճռականորեն պաշտպանելու պատրաստակամության մասին, զգուշացնելով Թրամփի առաջին նախագահության տարիների ճգնաժամային սցենարների հնարավոր կրկնության մասին։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական զինուժը հարվածել է Զապորոժիեի մարզի էներգետիկ օբյեկտի վրա։ Էներգետիկայի նախարարությունը հրապարակել է հարձակման հետևանքները։ Վնասվել են սարքավորումները, ինչի հետևանքով զգալի թվով սպառողների էլեկտրաէներգիան անջատվել է։ Արգենտինայի ծովափում հսկայական ալիքի պատճառով զոհվել է 1 տղամարդ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է ավերիչ ալիքի հետևանքով։ Ծովափին գտնվողները խուճապահար փախել են։ Հավայան կղզիներում կրկին ժայթքել է աշխարհի ամենաակտիվ Կիլաուեա հրաբուխը։ Լավայի արտանետած մոխրի բարձրությունը հասել է ավելի քան 250 մետրի։ Հրաբուխն արդեն 2 տարի է պարբերաբար լավայի արտանետում եւ անցել է իր 40-րդ ճայթման փուլին։